Հիմա մենք ընկերներ ընտրում ենք ճանապարհ, որով պետք է բարձրանանք RTG ամրոց։ Այս մեր նախնիները առանց որևիցե խնդիր այստեղ ապրել են, ստեղծագործել են։ Այս կողմերն էլ խաչ է, 3 հատ խաչ, օձերի բուն է, հա։ Այստեղ շատ հնարավոր է։ Փու արա։ Երներ, հնարավոր է սա լինի վերջին բան։ Օրո։ Ոու։ Քարայցների թողած հարստությունն է այստեղ։ Այստեղից երևի թե ավելի հեշտ է եղել ամրոց բարձրանալ, դրա համար պատ շարել են այստեղ։ Այն կողմից էլ կրակում են, ռինցիներն են կրակում։ Ենթադրություններից փոխվելով մենք գնում ենք արդեն կոնկրետ պատմական տեղ, որի անունն է Ջրովանք, Սուրբ տեղ։ Ապառաժների քայքայանքն է մեր կադրերում։ Մենք նախատեսել ենք տարբերվող ուտելիք սարքել այսօր, այնպես որ գնացինք։ Ընկերներ, սա դրախտավայրի ձայներն են, այստեղ դրախտ է։ Մի բուր ջուր տամ նրան, ջրեմ, տեսցուն կա աղբերս, արի։ Դրված են բաժակներ, որոնց մեջ ժայռերից հենց Ջրովանքի պատերից կաթում է ջուրը բաժակի մեջ, այսինքն հենց սա պետք է խմեի ես։ Ջրաերկրաբանական հուշարձան աղբյուր է, որը գտնվում է Վայոց-Ձորի մարզ Արփի գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք։ Նա միլիոնավոր մարդկանց քարոզել է քրիստոնեություն եւ բժշկել հոգեվոր հիվանդությունները։ Հենց Հիսուս Քրիստոսն է ասել. «Մանանեխի հատիկի չափ հավատ ունեցեք»։ Այսինքն հիմարը նայից լավն է։ Այսօր օրը հենց կրակոտ սկսել ենք, կրակոտել պիտի ավարտենք։ Հովանավորի հետ միասին մենք հիմա կպատրաստենք մեր սիրելի խորովածանման զանգվածը։ Դեռ չեմ ասում ինչ ենք սարքելու։ Սունկը, տեսեք ընկերներ, այն կազմված է 98% ջրից։ Ի վերջո այսօր խորովածի օր է ընկերներ, փորձելու ենք իրար հետ։ Վայ չուտողին սկզբունքով ու կարգախոսով ես ուզում եմ գնաս թռչնակը, թռավ թռչնակը ընկերներ։ Արժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, թող բոլորն իմանան մեր հայոց աշխարհի հարուստ ժառանգությունների մասին։ Բարեկամներ, արգանքներս, այսօր ինչպես տեսնում եք ես տրամադրված եմ լեռնային, այո, լեռնային իրավիճակ է հիմա մեզ մոտ, հիմա ծաղկել է բնությունը, Վայոց-Ձորյան կանաչն է ձեր կադրերում եւ հիմա մենք գտնվում ենք Գետափի խաչմերուկում, որտեղից բարձրանում ես Մարտունի կամ գնում ես Սյունաց աշխարհ կամ Երևան։ Հիմա մենք գնում ենք Երևանի կողմ, բայց չենք գնալու Երևան։ Մենք հենց Արփի գյուղից ձախ ենք թեքվելու եւ բարձրանանք մի հրաշք պատմական բնորան, որտեղ հիմա մարդ չի ապրում, բայց այնտեղ կա երկու պատմական հզոր օբյեկտ։ Մեկը Ջրովանքն է մեր Սուրբ, որը հրաշքներ է գործում, շատ մարդկանց է հայտնի, շատերին էլ հայտնի չի, դրա համար որոշել ենք ձեզ ներկայացնել Ջրովանքը եւ իհարկե նրանից քիչ հեռու գտնվող RTG ամրոցը, որը ժամանակին եղել է տեղի բնակիչների պաշտպանության հովանավորը։ Այսօր մենք կլինենք երկու տեղում էլ, մեկը մյուսից շատ հեռու չի, հիմա մենք ձեզ ցույց կտանք համ ճանապարհը այնտեղ հասնելու, համ Վայոց-Ձորյան գեղեցիկ կանաչը, արդեն սկսում է կանաչել մինչև հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, երբ որ կանաչը արդեն կամաց փոխվում է դեղինի, որովհետև Վայոց-Ձորը գտնվում է կիսանապատային գոտում, հետևաբար դաշտերը երկար կանաչ մնալ չեն կարող։ Հիմա ես էլ եմ կանաչ, Վարդանը միշտ է կանաչ, դրա մասին խոսք չկա։ Հիմա գնում ենք ընկերներ գեղեցիկ վայրեր ձեզ ցույց տանք։ Պատմական եւ իհարկե հրաշքներ գործող վայրեր, կոնկրետ Ջրովանքում ասում են, որ ոչ թե ասում են, հաստատ եղել է այդպես, մի 4 տարեկան չքայլող երեխա են շալակած տարել հասցրել Ջրովանք, այնտեղի ջրից է խմել, աղոթել է եւ իջնելու ճանապարհին արդեն երեխան հայրիկին խնդրել է, որ իջեցնի, ուզեցել է քայլի եւ նա քայլել է ու վազել է, պատկերացնում եք, նման դեպքեր հարյուրավոր կան իրականում, հենց այնպես չի, որ Ջրովանքը այս պահին էլ արդիական է, բոլորը գնում են իրենց ուխտով եւ ուխտները
հաջողությամբ է պսակվում։ Հիմա մենք ընկերներ այս գեղեցիկ ճանապարհով Քարիտակ կոչվող հատվածով տեսեք ինչ գեղեցիկ է, երկու կողմից այգիներն են, այգիներ եւ բարդիներ, ընկերներ։ Շատ գեղեցիկ է, հիանալու տեսարան, որով մենք հիանում ենք ու գնում ենք դեպի ջրովանք։ Հենց որ հասնենք այնտեղը, որտեղից որ պետք է մտնենք ջրովանքի ճանապարհ, ձեզ անպայման տեղյակ կպահեմ, կասեմ, կտեսնեք, իմանաք, ձախից տեսեք ինչ հիասքանչ է Վայոց Ձորյան բնությունը։ Իհարկե, այստեղ հենց այս բնության պատճառով է, որ ստեղծվեց Լճակը ռեստորանը, մարդու եւ բնության համատեղությունը շատ գեղեցիկ է։ Լճակը ռեստորանը ամբողջ աշխարհով է հայտնի, շատ ու շատ զբոսաշրջիկներ գալիս են այստեղ, կանգ են առնում, հաց են ուտում, հիանում են բնության եւ մարդու ստեղծած հրաշքով եւ շարժվում առաջ։ Հիմա մենք ընկերներ գնում ենք այս գեղեցիկ աշխատասեր վայրերով, Արփի գյուղ ենք մուտք գործում քիչ հետո։ Ամեն ինչ ուղղակի հիանալի է, արևոտ եղանակ, որը մեզ թույլ կտա շատ գեղեցիկ նկարահանել թե ջրովանքը, թե Երթիջի ամրոցը։ Այն արդեն երևում է, տեսեք ընկերներ, Երթիջի ամրոցը արդեն երևում է, իսկ դրանից քիչ ձորի կողմ խորանում ես ձորի վերջում արդեն ջրովանքն է, հրաշքը, բնության հրաշքը, որտեղ մարդիկ սովորել են հրաշքների միայն։ Իսկ մենք հիմա գնում ենք դառնանք այդ հրաշքի մի մասը, ու մեծ սիրով ենք գնում։ Տեսեք, Արփի գյուղն է կադրերում հիմա, Արփի գյուղը կիսով չափ, այսինքն մեջտեղներն ենք հասնում, հեսա ցույց կտամ որտեղ, եւ այնտեղից ձախ ենք անելու, իջնենք ֆուտբոլի դաշտի կողմով, տես ֆուտբոլ դաշտի կանաչա, չէ, ֆուտբոլ դաշտը չի, բայց ընդ է էլի ֆուտբոլի դաշտը։ Արփի գյուղով անցնելիս բարեկամներս զգուշ կլինեք, այստեղ կա բոբո կամերա, ոստիկանական ֆոտոստուդիա, որի նկարները ուր ասես կարող են գնալ Հայաստանի Հանրապետության մարզերում, այնպես որ կապ չունի, որ մարզից ես, զգուշ կլինես այս բոբոից, նա չի ներում արագությունը։ Հիմա ընկերներ, այստեղից արդեն ես միացնում եմ ձախ թարթիչը, որովհետև պետք է մտնենք այն ճանապարհը, որը մեզ սկսելու է տանել ջրովանք։ Ահա, այստեղից ընկերներ, տեսեք, հիշեք այստեղը, որովհետև հենց այստեղից եք դուք մտնելու, որպես կողմնորոշիչ ասեմ, այստեղ կա ֆուտբոլի դաշտ, որը բավականին լավ կահավորված է, յուղի համեմատ շատ լավ է, ունի տրիբունա, ունի 2-4 հատ դարպասներ, մեծ եւ փոքր ֆուտբոլի համար նախատեսված։ Արփիում հետևում են երիտասարդների անցուդարձին, երիտասարդների որակյալ ապրելակերպին, հետևաբար դա գովելի է։ Ձախից ձին է արոտանում, ձյուկը իր քուրակի հետ, քուրակը թուլացել է արևից ու մի կողմ ընկել։ Ու ասեմ ձեզ, եթե գնալու եք ջրովանք, անպայման հաշվի առեք, որ ձեր մեքենան պետք է լինի 4 քաշով բարձր, որովհետև ճանապարհը դեռ չեն սարքել, նախատեսված է միայն ամենագնացների համար։ Հնարավոր է նաև 06-ով խենթվարորդներ էլ բարձրանա, որովհետև 06-ը շատ թանկարժեք պահվող մեքենա չի, վնասվելու դեպքում էլ տիրոջը շատ չի նեղի։ Այնպես որ Հայկո ջան ականջդ կանչի, Հայկ Մարգարյանը իր կապույտ 06-ով ուր ասես գնում է, իր վեճին չի։ Եթե չեք հավատում, ես մի օր դա կապացեմ։ Մի օր 06-ով պետք է ելնենք, գտենք մտ անհասանելի տեղ, որ ով տենա, ասի, ես ոնց է, լավ է տենց։ Ընկերներ, այսօրվա մեր տեսանյութը այն մասին է, որ ով ինչ ուխտ ունի, մեզ հետ թող գա, ուխտը ի կատարածվի։ Մենք հենց մաքուր սրտով գնում ենք բոլորիդ համար, մենք էլ մեր ուխտը ունենք, բայց բոլորինս է սա։ Այնպես որ խաղաղություն եւ բարգավաճում հայոց աշխարհին, Հայաստան աշխարհին, հայ մարդուն, որտեղ էլ որ լինեք ականջներդ կանչի։ Մեր հայրենիքը բոլորից շատ է սիրում, հավասարաչափ է սիրում։ Եվ այնպես չէ, որ մայրիկը երեխաներ է ունենում, մեկը կամ երկուսը գտնում են օտարափերում, նա քիչ է սիրում իր երեխաներին։ Ընդհակառակը ավելի շատ է սիրում, կարոտում է եւ սպասում։ Այնպես որ իմացեք, մեր մայր Հայաստանը եւ հայր Հայաստանը սպասում են ձեզ։ Սիրում են ոչ պակաս քան մեզ։ Կապ չունի, որ մենք այստեղ հողի վրա ենք, իսկ դուք օտարափերում։ Այնպես որ դա հաշվի առեք։ Հիմա մենք շարունակում ենք, տեսեք, հնարամիտ մեր Արփիեի բարեկամները, տեսեք ինչ են սարքել։ Ջրաղաց է, որը ջուր է տալիս դաշտերին։ Եվ արդարացված է, որովհետև շուրջ բոլորը կանաչ է, ընկերներ։
Տեսեք, այստեղից արդեն ճանապարհը սկսում է ագրեսիվանալ, ագրեսիվ վարք է դրսևորում, հետևաբար կխնդրեի, եթե գաք էլ բարձր մեքենաներով եկեք, որ մեզանից նեղացած չգնաք մեր մարզից։ Անպայման իմացեք այդ մասին։ Տեսեք, օրինակ հիմա հասնում ենք ամենաբարդ հատվածներից մեկը, որտեղ կամուրջը մի քիչ նեղ է եւ ցածր մեքենաների դեպքում շատ հնարավոր է, որ տակը հարվածես, մեքենայի տակամածը հարվածես։ Տեսեք, շատ հետաքրքիր կամուրջ են սարքել։ Ճիշտ է, ես ոնց նայում եմ, սա ժամանակավոր լուծման համար են սարքել կամ մենակ ոտքով անցնելու համար, բայց այն դարձել է նաև մեքենաների համար հասանելի, այնպես որ ոչ մի բան չի լինում, երբ որ մեքենայով անցնում ես։ Արփագետն է կադրում, ընկերներ, հիացեք արփագետով։ Այս կողմից էլ կարած նկարես։ Արփագետում ունենք կարմրախայտ, բեղլու եւ կողակ ձկները, որոնք շատ համով են եւ անպայման որ գաք, հենց որ նոր ցույց տվեցի լճակը ռեստորանը, լճակը ռեստորանում շատ համով սարքում են, եկեք փորձեք, կհամոզվեք ինքներդ։ Տեսեք ընկերներ, գետից այս կողմ արդեն մեկ ուրիշ բնություն է սկսում մի պահ, որովհետեւ այստեղ մարդիկ խնամքով մշակում են եւ ստեղծագործում։ Արել տեսեն ինչ է, այնի պատեն շար է, հա։ Շուտ հանգ պլատինա է, հա, Վարդան։ Պլատինա է ինչ է, այո։ Զգանե Ազարյանի երգի ներքո մենք ցույց կտանք ձեզ այս գեղեցիկ լեռնաշխարհը։ Արագիլը։ Քիչ ջուրազուլան անմահական համնու հոտը աղնու հացը անաթողլու սաբած շատ է տեսել ժողովուրդս ավերուլան Բարձանում ենք Վարդան։ Բարեկամներ, հիմա դրոնը աշխատում է երկնքում, իսկ մենք ներքևից բարձրանում ենք դեպի վերև, հասնենք ջրովանք։ Ասեմ ձեզ, որ մեր կատարած աշխատանքը շատ նման է ռազմական գործին, այնպես որ մենք երկակի հաճույք ենք ստանում, համ սովորում ենք ճիշտ տեղորոշման կանոնները, համ վարում ենք դրոն, համ էլ ձեզ ցույց ենք տալիս տեղանքը, որը պատմական է, այստեղ ժամանակին ապրել են շատ ու շատ մարդիկ իրենց օջախներով, բայց ժամանակի հետ, երբ որ անվտանգության հարցերը լուծվել են, այս բլուրի վրայից իջել են եւ շարունակել իրենց կյանքը Արփի գյուղում։ Արփի գյուղը հենց կպած է, հարևան է այս տարածքի հետ, այնպես որ Արփի գյուղից եկել են նաեւ Արփի գյուղ են եկել նաեւ Մոզրովից, Գնշիկից, այդ գյուղերից բոլոր տեղերից իջել են, եկել են Արփի գյուղ, այնպես որ սա լրիվ օրինաչափ իրավիճակ է։ Ժամանակին այստեղ վտանգավոր է եղել, որ գետի ափին ապրեն, այդ իսկ պատճառով մարդիկ ավելի շատ ընտրել են, որ գնան ու բնակվեն սարերում։ Ախպերս ձախով է չէ հելնում։ Այ միշելով ստեով է հելնում։ Տեսեք ընկերներ, ճանապարհի վիճակը, ծանոթացեք, իմացեք, եթե մարդ ես, ինչ-որ մեկն էլ ունի այնպիսի մեքենա, որ մի քիչ կասկածում է ճանապարհին ծանոթանալով, հաստատ կոնկրետ կհասկանա, գա թե չէ։ Ահա տեսեք ջրովանք է գերված բարեկամներ։ Ջրովանքի ճանապարհն է սա, որտեղ պետք է զգուշ լինես, ճիշտ է, դեպքեր են եղել մի քիչ ոչ հաճելի, բայց եղել են վթարներ։ Տեսեք ներքևում երևում են ինչ։ Հա։ Հիմա դուք տեսնում եք Արփիի աշխատասեր ժողովրդի արած աշխատանքները հողի հետ։ Հողի հետ կռիվ են տալիս, ստեղծագործում են, հեռվում մեր սարերն են Վայոց Ձորյան, ծածկված ձնով, դեռ գարունը վերջնական չի եկել, այսինքն եկել է մասամբ, տեսեք, Արփիի համար արդեն գարուն է, բայց սարերում, այնտեղ որտեղ մեր գյուղն է, դեռ վերջնական չի գարունը, հնարավոր է նաև տեղումներ լինեն անգամ։ Հիմա մենք գեղեցիկ ձևով բարձրանում ենք։ Վերջին անգամ, որ ես եկել էի, ճանապարհը այս տեսքը չուներ, մի քիչ վատ էր, հիմա այնպես որ երևում է, որ աշխատանքներ տարել են, որ ավելի մատչելի լինի մեքենաների համար, ավելի անվտանգ, մենք էլ մեծ սիրով դրանից օգտվելով գնում ենք։ Ահա կադրերում, արդեն դրոնի կադրերում երևում է
RTG ամրոցը, որը ժամանակին շատ մեծ դեր է ունեցել տեղացիների համար, իսկ հիմա ուղղակի պատմական մի պատմամշակութային օբյեկտ է, որով դեռ շատ հետաքրքրված չեն։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս արփագետը, ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ է, կարկաչելով հոսում է ու գնում։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահա Հայաստան աշխարհի մի կտորն ենք ձեզ ցույց տալիս։ Հրաշք է, ինչ խոսք։ Իսկ այստեղ հանք է։ Ահա ընկերներ, մենք ռիսկի տակ ենք։ Դրոնի սիգնալն է կորում, ազդակներն են կորում, հնարավոր է դրոնը կորցնենք, դրա համար ես արագացնում եմ ընթացքը, որպեսզի հանկարծ այնպես չլինի, դրոնը կորցնենք այս հրաշք դաշտերում, հետո միագին ժամանակ ման գանք, որոնենք նրան։ Ես մտածված ճանապարհներ եմ նկարում, բայց փորձում եմ խոսելով լրացնել այն սկուկատան, որը կարող է առաջանալ ճանապարհ չսիրողների մոտ, որ չեն սիրում ճանապարհը նայել, բայց հավատացեք, ինչպես նաև ինչ-որ ակետից բեկետ գնալուց այնպես էլ կյանքում հետաքրքիր է քո անցած ճանապարհը, ոչ թե արդյունքը, վերջնարդյունքը։ Հետևաբար ճանապարհները պետք է ուշադրության կենտրոնում լինեն, ուշադիր լինես, թե որտեղով են գնում, ինչ են անում, ոնց են անում։ Տեսեք, բարդ հատվածներից մեկն ենք հասնում հիմա, մենք ջրովանք տանող։ Ահա, այստեղ հնարավոր է, չէ, ֆռաս լավ էլ, դե լավ է, էլի Porsche տենց ավտո է։ Մի անգամից ֆռաս, տեսար, օրինակ Zaveni Infinity-ն մի անգամից չէր ֆռացել, որ եկանք։ Սա մի անգամից պտույտ կատարեց, ահա, տեսեք բարդությունները, ընկերներ, որպեսզի պատկերացնեք ցածր մեքենայով կամ երկու քաշ մեքենայով կարող եք գալ, թե չէ։ Հիմա բավականին կռուտոյի պադիոմ ենք բարձանում։ Տեսեք, ինչ գեղեցիկ է։ Նշեմ, որ այստեղ նաև մուտք կա դեպի Մոզրովի քարանձավ, բայց այն փակ է, ներկապահին չեն հայտնաբերելու, կոնկրետ ինչ-որ լուրջ հետազոտություններ այստեղ չեն իրականացրել։ Հետևաբար շատ հնարավոր է մենք շատ ուժեղ, հարուստ պատմություն ունեցող տեղանքի վրա ենք հիմա։ Ջրովանքի մասին հիշատակություններ կան դեռ 5-րդ դարից, այսինքն այդքան հին ու դարավոր տեղ ենք հիմա մենք գնում, դարերը իզորու չեն եղել մեր ջրովանքի հրաշքը թաքցնել դարերի էջերի արանքում, այնպես որ այն կա եւ բոլորիս համար շատ հաճելի է որ կա։ Ես էլ այսօր որոշել եմ նրա մասին խոսել, որ դուք էլ իմանաք, եթե ունեք ուխտ անելու, անպայման կարող եք գալ եւ չեք փոշմանի։ Ինչպես նկատում եք, հիմա մենք տեսնում ենք բազմաթիվ քարեր, որոնք շարված են մարդու ձեռքով, հենց այստեղ եղել է բնակատեղի ընկերներ։ Տեսեք, շատ կռուտոյ պադիոմ այսի, պետք է այստեղ շատ ուշադիր բարձրանաս։ Ես հələ բան չեմ միացել, իր մեքենայի են հնարավորությունները հələ չեմ միացել, ինքը ոնց կա, տես գնում, հա, սովորական քաղաքային ռեժիմով հիմա բարձրանում ենք, ոչ մի խնդիր չունենք, էլի։ Դրա համար էլ չեմ ուզում միացնեմ, երբ որ խնդիր առաջանա, նոր կմիացնենք։ Հիմա ընկերներ արդեն հասնում ենք այն կիրճը, որտեղ մեր հրաշք ջրովանքն է։ Տեսեք, ինչ գեղեցիկ ծառ է։ Սա պայքարի խորհրդանիշ է, որ այսպիսի տեղում նման մեծ ծառ է աճել ու մեծացել։ Իշտենք ու միասին կվայելենք ջրովանք տանող ճանապարհի վերջին հատվածը, որտեղ շատ գեղեցիկ է։ Այստեղ հենց տեսեք հասնում ենք սկիզբ եւ կոնկրետ խստիվ գրված է։ Մաքուր պահեք մեր շրջակայքը եւ ճիշտ են ասում։ Տեսեք քարանձավի նախաքարանձավային փոսիկներ։ RTG ամրոցը, տեսեք այնտեղ պատ կա։ Ես անպայման կբարձրանամ այսօր այնտեղ։ Կարող ենք հիմա այլենք RTG ամրոց, նոր շարունակենք մեր ճանապարհը ջրովանք Վարդանիշ, կարծիք ես։ RTG ամրոցն է, որը մեզ հիմա գերկաբաց սպասում է։ Ես էլ պատրաստ եմ մագլցել ու նրա կատարին կանգնել անպայման։ Դու էլ չէ։ Ցավով եմ նշում, բայց եղել են դեպքեր, երբ որ մեքենա է գլորվել այս ձորը, որովհետև ճանապարհը շատ նեղ է ու վտանգավոր։ Տեսեք, հիմա մենք այս ճանապարհով էլ կանցնենք, անպայման մնացեք մեզ հետ։ Մեքենայով կանցնենք կգնանք դեպի ջրովանք, որը գտնվում է մոտավորապես այն դեժայերերի մոտ։ Ճիշտ եմ, հա, այս ժայռերի մոտ։ Հիմա մենք այստեղից կբարձրանանք RTG ամրոց, որտեղից կհիանանք Վայոց Ձորյան գեղեցիկ տեսարաններով, կփորձենք ինչ-ինչ բաներ գտնել այնտեղ, եթե կստացվի, շատ լավ, չի ստացվի, ոչինչ։ Իսկ մեզ հետ է մեր հավատարիմ ընկերը, գործընկերը Պորշկայինը։ Տեսեք, այսի օրինակ չեք կարող տեսնել ճանապարհը անցնելուց։ Այստեղ նույնպես մարդիկ մշակում են, զբաղվում են
հողագործություն են անում, եւ այն ձգվում է մինչև այնտեղ, տեսեք։ Ապրեն այս դաշտերը խնամող մարդիկ։ Բարեկամներ, միշտ կշարժում ենք դեպի RTG ամրոց, ուզում եմ ձեզ ցույց տամ Մոզերովի արգելոցը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Մոզերովի արգելոցը շատ հոյակապ տարբերվող բնությամբ ու էներգետիկայով տեղ է։ Մոզերովում կան տարատեսակ կենդանատեսակներ, կա արջերի քարանձավ, որտեղ մենք չենք եղել, բայց կա նաև Մոզերովի քարանձավ, որտեղ որ եղել ենք եւ ունենք տեսանյութ դրա մասին։ Մի խոսքով Մոզերովից ներքև արդեն գալիս է ջրովանքը, որը մուտք ունի դեպի Մոզերովի քարանձավ, բայց այն դեռ չենք հայտնաբերել։ Ուղղակի հին պատմագրություններում հանդիպում ենք տեղեր, որ կապ եղել է ամեն դեպքում։ Մարդիկ գնացել ու եկել են։ Այնտեղ շարժ ելումուտ եղել է։ Հիմա մենք ընկերներ ընտրում ենք ճանապարհ, որով պետք է բարձրանանք RTG ամրոց։ Ես հենց ինքս Վայոց ձորից լինելով շատ քիչ է եղել, որ ընդհանրապես բոլորովին վերջերս եմ մացել, որ այստեղ ամրոց է եղել, եւ հիմա առաջին անգամ բարձրանում եմ ու ուզում եմ ձեզ հետ բարձրանալ։ Ես ու Վարդան առաջին անգամ բարձրանում ենք։ Տես Վարդան իր քարեր են։ Այս քարերի դասավորվածությունը նայելով միանգամից հասկանում ես, որ այստեղ եղել է բնակավայր, այստեղ մարդիկ ապրել են եւ ասեմ ձեզ, որ հզոր մարդիկ են ապրել, որովհետեւ այս տեսարանում մեծացած մարդը ուղղակի չի կարող թույլ հոգեբանություն ունենալ։ Այդ հոգեբանությունը, այդ ժառանգությունն է մեզ պահում միջորս աշխարհի մակարդակով որպես պետություն, որպես անձինք հզոր, որպես ստեղծագործ եւ արարող մարդիկ։ Տեսեք, այս բարձրության վրա մենակ ապրելը արդեն լուրջ մարտահրավեր է կյանքին, բայց մեր նախնիները առանց որևիցե խնդիր այստեղ ապրել են, ստեղծագործել են, ահա ստեղծագործած մի քար, տես Վարդան։ Արի, տեսեք ինչ հետաքրքիր զարդանախշ ունենք այստեղ։ Զարդանախշի մարդ է նկարած։ Չեմ կարող ասել ում են նկարել, բայց նկարած է։ Ու մշակված քար ընկերներ։ Խաչ կա այս կողմը։ Այսինքն քրիստոնեությունից հետո արված գործողություն է սա։ Այս կողմերն էլ խաչ է, 3 հատ խաչ։ Տեսեք ընկերներ, հավատքի մասին քար։ Մեր նախնիների հավատքի մասին քար։ Դերից տեղից են քանդե հանե։ Դեստեղ կոնկրետ հələ բան չի ելե։ Տես չեն եկե պեղումներ անեն, բայց անհատ ձեռներեսները եկել ու արել են իրանց հավեսով։ Տես, մեկն դե քանդած, մեկն դե։ Դե արդեն բոլորս էլ հասկանում ենք ինչի համար են քանդե։ Շատ չխորանանք, բայց մի արեք նման բաներ, որովհետև սա այստեղ կարող է լինել այնպիսի ժառանգություն, որը որ հետագայում մեզ շատ պետք գա, որովհետև տեսեք ընկերներ, կճուճի կտոր, այսինքն Porsche զնակի նման է։ Կճուճի կտոր։ Ես ձեզ մի բան պատմեմ։ Եթե ենթադրենք Արենի քարանձավում մտնում էին այն մարդիկ, ովքեր որ փնտրում են ոսկի, գտնում էին այն կոշիկը, որը որ մեր ամբողջ աշխարհի պատմության մեջ եզակի է, ու այդ կոշիկը ուղղակի մի բան էին անում, վերացնում էին։ Հետևաբար մի ամբողջ ազգ զրկվում էր իր ձայնը աշխարհով մեկ բարձր պահելու հնարավորությունից։ Դրա համար հեսա է պատճառը, որ չեն թողում գան ու անհատական այդպես բաներ անեն, որը շատ սխալ է։ Այնպես որ ագահությանը վերջ տվեք, պետք չի։ Այդ անես չի, ասենց օրենքով եմ խիստ խոսում, օրենքի բան չկան դե։ Հավատացեք լիքը արտեֆակտներ կան, պատմական նմուշներ կան, որ կարող են ազգի ճակատագիր փոխել։ Հետևաբար հարգեք մեր ազգային ժառանգությունը։ Նայ, Վարդան, ֆիքսի են, էլի։ Հեն այն, տեսիշ սիրունը արփայի կիրճը։ Տեսիշ սիրունը։ Ինչն է ինձ համար մի քիչ ցավալի, որ ամբողջ հողակտորները չի մշակվում։ Ես կխնդրեի, որ պետության մասշտաբով այնպիսի ծրագրեր մշակեիք, որ հող սիրող մարդուն հենց հնես տայք է թողը ասեիք մշակի, ախպեր, մենակ թե մշակի։ Որ մի բան է, որ սարի լանջին չեն մշակում, մի բան է, որ շատ հարմար տեղում չեն մշակում։ Ախպեր, ես բոխի չի, հենա։ Հա? Չէ, ուրիշ է այսի։ Տեսեք, բայց գեղեցիկ է։ Գեղեցկություն, սարի լանջին։ Վարդան, ուզում ես դեռ ընտուր պահեմ։
Եթե հլեսել նկարի, տեսի սիրուն է։ Տեսեք ընկերներ, դժվար տեղաճած բույս, որը շարունակում է պայքարել։ Նույնը ես։ Այստեղ աճած ցանկացած բույս նման է հայի, որ անտրամաբանական պայմաններում ապրում, ստեղծագործում եւ ուժեղանում է։ Լուսերան տես։ Դες ինչ ես, ախպեր ես ուղակի պետք է չանցնենք սրանց կողով, այս լուր դարերի միջով տասնամյակներով աճում են իրանք։ Ու մեր պարտնա հիանալ դրանց, փու արա, մեր համար են ինչ է։ Հորել ստեպայ, արի, ես ինչ աստե։ Օծերի բունա, հա։ Ստե շատ հնարավոր է, փու արա, դու էլ ես կուլ տվե։ Բնությունը ինքը հենց մեզ համար ամրոց սարկած լինի, Վարդանը միացրել է քարայծի ռեժիմ և մենակ ոտերով ա ուզում բարձանա։ Հիմա ես սկալալազնյա եմ անում։ Տեսեք ընկերներ, հնարավոր է սա լինի իմ վերջին բարձանալը, բայց ես մակուց եմ սիրել սարերը սս բան անել էլի։ Նկարում ես ինձ։ Չէր նկարում, բայց ես չասար եմ հելնում։ Նկարի աղբեր ես կաղանգեն եմ է, ունեն գնել ես ֆիքսես, որ հետաքնություն հասկացնողներին ասես ինքն էր մեղավոր, ոչ թե ես։ Հա, ընկերներ, այս բարձրությունը շատ հեշտ հաղթահարեցի։ Նախնիներիս էներգիան է եկել իմ մեջ, օրստե աշկիս ուտելու բաներ էլ կենի, խոտ։ Բարեկամներ, ինչպես միշտ մեր բոլոր պատմական բարձունքները այսօր էլ իրենց օգուտը տալիս են մեր ցիվիլիզացիային։ Օրո։ Ոու։ Ստե որ թշնամին ռիսկ աներ բարձաներ։ Ոչ մեկ։ Քարայցների թողած հարստությունն է այստեղ, տեսեք, սա քարայցների բանն է, էլի, վիտամինով հարուստ ուտելիքից մնացածը։ Ուզում եմ ձեզ հետ միասին ծանոթանալ մեր հզոր նախնյաց կատարած շինարական աշխատանքներին, նկատենք, տեսեք, այս պատը, չես կարող ասել քանի դար, բայց ահագին դարեր այստեղ է։ Ուզում եմ ցույց տամ ձեզ, թե ինչից են ստացել պինդ պատեր։ Ոստե կավ կա, կավ էլ կա այս սմեսի մեջ, տեսեք։ Այստեղից երևի թե ավելի հեշտ է եղել համրոզ բարձրանալ, դրա համար պատ շարել են այստեղ, տեսեք։ Դե բանար, մեզ նկարելով գնա դեպի ենկոմ։ Գնաց տրոնը մեր։ Հերվում երևում է ջրովանքի ճանապարհը, որը շատ նեղ է ընկերներ, որտեղով մենք պիտի անցնենք։ Հիմա բարձրանալու են գնանք անցնենք, իսկ ջրովանքը այս ծառերի մեջ է գտնվում, հիմա կոնկրետ կգնանք կգտնենք, ես երկու անգամ եմ այնտեղ եղել, բայց հեշտ չի հիշելը։ Տեսեք հրաշքվնություն, բնապատկեր, Վայոց Ձորյան, մտկռու գարա կողերով։ Եվ զանազան ճանապարհներ տարբեր տեղեր տանող։ Տեսի թազա են սարքել, բայց ինձ թվում է։ Ես ճանապարհը ես չեմ հիշում, Վարդան։ Երևի թազա են սարքել, կամ էլ վատ ճանապարհը սարքել են լավ։ Տեսեք ընկերներ, հերվում արդեն գետակն է երևում, ջրովանքից հոսող։ Տեսեք, սա արփան չի, սա վտակ է։ Բարձանում ու գնում է ջրովանք ընկերներ։ Ինչ հետաքրքիր է, որտեղ ջուր կա, այնտեղ ծառերը աճում են ու կարծես մարդը չի էլ խառնվում։
90-ականներին իմ իմանալով այստեղ շատ ծառահատումներ են արել, ինչպես որ Հայաստանի մնացած բնակավայրերում, այստեղ էլ բացառություն չի եղել, դրա համար բոլոր ծառերի տարիքը հիմնականում 30 տարեկանից սկսած է։ Արփի գյուղն է այստեղ բռիդ մեջ կարծես լինի, սա արփի սկզբնամասն է, այսպես շարունակվում է արփի գյուղը, երկայնաձիգ գյուղ է արփին, և շարունակությունը մինչև այստեղից արդեն գնում ես դեպի Եղեգնաձոր, հյուսիս-հարավ ճանապարհն է կադրերում, արփան և իհարկե լճակը ռեստորանը, սա քիչ գեղեցիկ տեղում են կառուցել, ով է լճակում եղել։ Սա լայնարձակ դաշտերն են, Կարիտակի ճանապարհը։ Վայոց Ձորյան հետաքրքիր եւ տարբերվող բնություն է։ Իսկ այստեղ Վայոց Սարն է երևում, Վայոց Սարել ենք բարձրացել, ունենք տեսանյութ, կարող եք մեր տեսանյութերում գտնել ու նայել Վայոց Սարի մասին։ Հիմա աստիճանաբար գալիս ենք Թեք Սարի լեռնաշղթա, որտեղ ես ինքս շատ լավ հիշողություններ ունեմ մանկական։ Այո։ Պրոշաբերդը ելնումա որտե՞։ Սուրբ ու Ջուրնա, այստեղից երևում է նաև Պրոշաբերդը, բարեկամներ, տեսեք։ Ինչ ավոր։ Պրոշաբերդն է ընկերներ, Պրոշաբերդը պետք է գնանք, սպասեք մեր հետագա տեսանյութերին անպայման կտեսնեք։ Մենք որոշեցինք հիմա իջնել FTC ամրոցի ներքևի հատվածը նկարենք ձեզ ցույց տանք, որտեղ որ էլի հնարավոր է հետաքրքիր բաներ գտնենք։ Այստեղ հստակ նշմարվում է, որ ինչ-որ շինություն է եղել, հստակ կարող ենք արձանագրել, որ այստեղ ինչ-որ տուն է այս հատվածը։ Այս ինչա, այս քար է, սիրուն քար։ Հա? Բան ես գտե։ Չէ։ Սունկ, ուրա։ Հա, կարալ է։ Հասնում ենք մյուս պատերին, որոնք նույնպես շատ հին են, ու մինչ օրս կանգուն։ Շատ հետաքրքիր է։ Այս կողմից նկարել ես, չէ՞ դռոնով։ Հովոյեսյանից կադր կդնես, այս պատերին, որ նայենք ուշադիր։ Այն որը հեշտ տեղ էր ասում է բարձրանալու, հեսա աղբերը ստեղ, ասենք հաստատ մարդիկ ավելի հեշտ կբարձրանա ստեղով։ Ուղղակի երկար են ֆռալու։ Տեսեք ընկերներ, սա պատն է մեր FTC ամրոցի, որը մինչ օրս կա։ Այն էլ ոնց որ բան լինի, հեսա։ Իսկ կլոր շարվածքը արդեն բերդի նման հենց կարծես թե աշտարակի հիմք լինի, հուսանք մի օր այստեղի հնայաբանները կգան այստեղ և կգծեն հստակ պատկերը մեր FTC ամրոցի, տեսեք շինությունները հստակ նշմարվում են, շուրջ բոլորը բնակավայրեր են եղել այստեղ, այսինքն FTC բնակավայրն է եղել, այս կոնկրետ FTC բնակավայրը, բարեկամներս, շատ սիրուն տեղ է, անպայման բոլորի հրավիրում եմ այստեղ լինել։ Իսկ հիմա Վարդան ինչ կա, հետ ինչ է։ Սիբեղ։ Կենտենամ։ Մի հատներ։ Ուրա։ Հետի ուտելու է, հիմա տուր ուտեմ, էլի։ Դու ես ուտում, դա դուք էր։ Դե արմը ձակուսկիար։ Մեր հովանավորի խմիչքը։ Մենակ ես խմում, հա։ Հլը բաց։ Կարեջուր էլ չես կարում բացել ինչ է։ Դե խփի։ Ձեզ բաները Վարդան ասում մի գցեք։ Հատո գցեն թող երկաթ էլ լինի հողի մեջ, ինչ ես ձեզ բաների մասին մտածում։ Հողը թող երկաթ լինի։ Այս սա է բնությունից ծնվել ընկերներ։ Հողից քաղում ես ու ուտում մի անգամից։ Այն կողմից էլ կրակում են, ռինցիներն են կրակում։ Հա? Չէ, ռինդը ցույց տու, հեն առինդը։ Էնի Աղավնաձորն է։ Պրոշաբերդ ցույց եմ տվել։ Պետք է մտածված ամեն քայլդ լինի ժայռերը իջնելուց, որպեսզի բարով խերով տեղ հասնես, թե չէ, չես հասնի։ Հա? Հա?
Ապե հենելն է հեշտ։ Պրոստը նկարում ենք, որ չնկարենք, ավելի հետաքրքիր կարող է ստացվի, էլի։ Вообще այս տեղերը արշավախմբով են ելնում, որ ամեն մեկը մի բան անի։ Շատ ընտիր խումբ ենք մենք, մեր բարեկամների հետ միասին։ Իսկ հիմա դուք ընկերներ, այս ծառի խաթեր բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, թող բոլորն իմանան մեր հայոց աշխարհի հարուստ ժառանգությունների մասին։ Մենք հայտարարում ենք գարնանային բացահայտումների շարքի սկիզբ։ Այդ ի՞նչ է։ Ուրց, դե մոտիկից նկարի ուրցը։ Սա այն ուրցն է, որը շատերը սիրում են թեյ սարքել ու խմել։ Եվ բավականին հաջող քյոլ է։ Հաճած RTG ամրոցի պատերին։ Հիմա մենք զգուշորեն հաղթահարում ենք ճանապարհը, որը մեզ կիչեցնի դեպի մեր մեքենան, որն էլ իր հերթին նեղլիկ ճանապարհով կշարժվի դեպի ջրովանք։ Գնում ենք հաջորդ մեր կանգառը ջրովանքն է, ընկերներ։ Ով չի տեսել Մոզրովի քարանձավի մեր տեսանյութը, անպայման մտեք նայեք, այնտեղ տրեշ վիճակ էր։ Տրեշ։ Արա չգիտեմ, այդ բառը ասում են։ Այս կանչող բառ է, դրա համար ես էլ եմ ասում, որ տրեշով գան, էլի։ Տրեշի պահերով։ Բայց հաջորդ ես կդնես իր տուփի մեջ գցեմ ուսս։ Դրոնը։ Ընկերներ, հաղթահարեցինք եւ հասանք մեր երազանքներից եւս մեկին։ RTG ամրոցն էլ հնարավորինս ձեզ նկարեցինք, ցույց տվինք։ Հնարավոր է շատ շուտով այստեղ լինեն պեղումներ եւ բացահայտվի լիքը գաղտնիքներ, որոնք մեզ կօգնեն առաջ գնալ։ Էս էլ է մշակված քար։ Տապանաքարա նկարի։ Այսինքն այստեղ գերեզմանոց էլ է եղել։ Հիմա մեր մեծ մաս խոսակցությունը ենթադրություններ էր RTG ամրոցի մասին։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ նման խումբ կլինի, ով կգտնի այն տեսքը, որ եղել է RTG ամրոցը, ինչ տեսք որ ունեցել է, տրի դե ցույց կտան մեզ, կյանքը այստեղ ինչպես է եղել, բայց հիմա ենթադրություններից փոխվելով մենք գնում ենք արդեն կոնկրետ պատմական տեղ, որի անունն է ջրովանք, սուրբ տեղ, որը մինչ օրս էլ մարդկանց նվիրական ցանկությունները դարձնում է իրական։ Կգնանք միասին մեր Porsche Cayenne մակնիշի մեքենայով։ Կգնանք կհասնենք Նախաշեմին ու ոտքով, ձորակով կբարձրանանք ջրովանք, ցույց կտանք ձեզ ջրովանքը։ Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով եւ ինչն է կարեւոր, որ ցանկացած պատմամշակութային օբյեկտ Վայոց ձորում բարդ տեղանքում է կառուցված եղել։ Հստակ ազդակ թողելով մեզ, որ այստեղ ապրած մարդիկ չեն խուսափել դժվարություններից, չեն վախեցել դժվարություններից։ Նրանց սերունդներն ենք մենք էլ նույն կերպ շարունակում ենք։ Հիմա շարունակենք նեղլիկ ճանապարհն ու վտանգավոր ճանապարհը։ Տեսեք ճանապարհի նեղությունը, ընկերներ, սա եւս մեկ բարդություն է, որը մեծ սիրով կհաղթահարենք, որովհետեւ մեր մեքենան իզորու է հաղթահարել։ Ես շատ եմ երազել ունենալ ամենագնաց, որ նման տեղեր գանք ձեր հետ միասին։ Այս մեքենան արդեն բարձրացել է Վայոց սարը, հիմա հաղթահարում է ջրովանքի ճանապարհը եւ դեռ շատ տեղեր էլ կհաղթահարի։ Լուկ են դրե, դեստեղից ջուր են տանում արփի։ Ապարաժների քայքայանքն է մեր կադրերում։ Տեսեք, երևում է արդեն ջրովանքի պատ է, հենց այնի ջրովանքի պատը չի։ Հա, այն վերջը։ Հարտես կարաս զումով ցույց տաս։ Բավականին աշխատանքներ են տարել ճանապարհը անվտանգ սարքելու համար, ընկերներ։ Այստեղ եղել է դեպքեր, որ մեքենան զորն է ընկել, զոհերել ենք ունեցել, դեպքեր են գրանցել մահվան ելքով, այնպես որ հիմա տեղի պատասխանատուները ամեն ինչ անում են, որ ճանապարհը լինի անվտանգ, որովհետև մարդը հավատքով այցելում է այստեղ, ճանապարհը լավը լինի, թե չէ, մեկ է գալիս է։
Հա? Բարի ուխտագնացություն ժողովրդի տարածքում աղբ չթափել, մաքուր պահպանեք մեր սրբավայրը, աղբը դնել տոպրակի մեջ եւ հանել տարածքից սրբավայրում աղբաման չկա։ Ամեն ինչ արված է, որ այստեղ անգամ չհասկացող մարդիկ չախտոտեն, բայց առհա թե մարդը կարդալ չիմանա, չել ջոգի, որ պետք է չախտոտի ու ախտոտելու է ամեն դեպքում։ Այնպես որ այն մնացած պատասխանատվությունը մնում է մեզ վրա, ամեն եկող, եթե մի աղբ տեսնի, վերցնի գցի իր տոպրակը ու տանի իր հետ, ապա կհաջողենք այս աղբահանության թեման այստեղ։ Երբ որ ճանապարհ լինի, վստահ եմ այստեղ ամեն ինչ էլ կանեմ, որ հարմար լինի։ Տեսեք, ինչ հետաքրքիր ճանապարհ են քանդել, սարքել։ Սա արվել է նրա համար, որ ջուր քաշեն տանեն, խմելու ջուր տանեն դեպի Արփի։ Հետո, երբ որ ճանապարհը եղել է, արդեն լավը լինի թե վատը, մարդիկ, օրինակ իմ նման մարդիկ, որ չեն ափսոսացել իրենց մեքենաները քշել, եկել են ու այստեղ քեֆ ուրախություն են արել։ Ջրովանքից մի քիչ ներքև կան տարբեր տաղավարներ ձեռքով սարքած, որ մարդիկ գան, նստեն, հաց ուտեն ու ուխտը հասցնեն վերջնակետին։ Տեսեք, սա կարմիր, նորավանքի կարմիր հողի պես հող է։ Այս մի կողմում էլ գորշ հող է, սա կրասկի հող է։ Սա չգիտեմ ինչ հող է, բայց ով հասկացավ, թող իմանա ինչ հող է, գերի օգնի մեզ, որ ճիշտ ձևակերպենք տեղորոշիչները։ Բնությունը հիասքանչ է, նայում ես, հիանում ու գնում։ Ամեն մետրն է հետաքրքիր, ընկերներ։ Ժայռերը իրենց մեջ թաքցրել են քարանձավը, քարանձավ, որը նույնպես լի է գաղտնիքներով, որը նույնպես ունի կարիք ուսումնասիրելու։ Իսկ հիմա ընկերներ, մենք հասանք արդեն, չէ, փաստորեն ջրովանք չէր, դա հենց ջրի բանն է, ջրի հավաքման տեղն է, ավազանն է։ Որես ինչ քար է եկել ընկեր արդեն։ Նայի, քար է եկել վայր ընկել առաջ, այստեղ ռազմառոտներ էին անում, հիմա չեն կարա, եթե մեքենան երկար է, բայց եթե իմ մեքենա այպես կարճ լիք սիրուն քպլիկ ավտո է, վեջին չի, լավ էլ կարաս ֆռաս։ Հիմա ելնենք կանգնենք վերջնակետի մոտ ու շարունակենք մեր ճանապարհը ոտքով։ Ահա, այստեղ ճանապարհը արդեն վերջանում է։ Մենք հասանք այնտեղ, որտեղ էլ ճանապարհ չկա մեքենայի համար, հետևաբար մնում է մենք եւ մեր ոտքերը։ Բանա, դրոն վերցենք, թե հետո կգանք կթերցնենք։ Մենք հիմա գտնվում ենք այն ճանապարհի վրա, որտեղից արդեն գնում ես ջրովանք։ Ջրովանքը այն կոմերն է, այն կոմերը։ Հիմա ընկերներ ցույց եմ տալիս ձեզ տաղավարները, որտեղ մարդիկ գալիս նստում ու հաց են ուտում։ Եվ այնտեղ իջնող ճանապարհն ենք մենք որոնում, որ գտնենք ու գնանք։ Հա? Չէ, հետո կգանք կվերցենք։ Կամ կարանք սա վերցենք, իջնենք։ Մենք նախատեսել ենք տարբերվող ուտելիք սարքել այսօր, այնպես որ գնացինք։ Միասին գնում ենք դեպի ջրովանք, այնտեղից էլ կիջնենք արդեն մի գեղեցիկ տաղավար կվերցնենք մեզ համար, չէ որ մենք այսօր այստեղ միակ հյուրերն ենք։ Եվ կազմակերպենք գեղեցիկ պիկնիկ, ընկերներ ջան։ Ձեր ցավը տանեմ, բարեկամներս, հələ գեղեցկությունը վայելեք, մինչև որ ընկնենք ճանապարհ։ Վարդան, տուր մի բան վերցնեմ, տուր։ Ախպերս ոչինչ, սունկը գտնելու ենք, էլի։ Ստե սունկ կա, սունկը մենք գտնելու ենք, ընկերներ։ Հնեշի հետներս առել ենք սունկը։ Կհավաքենք, այստեղ սնկով հարուստ է։ Այստեղ հրաշքներով հարուստ է, ընկերներ։ Գազան տեղ աստե։ Մենակ թե գաք։ Եկեք ինքներդ տեսեք, օրինակ այս սեղանը արդեն երևի 20-ամյակների, 30-ամյակների պատմություն ունի, իսկ այս մյուս տեղը արդեն նոր է, էլի։ Տեսեք, այստեղ անգամ շիշ կա, որը շատ հնարավոր է մենք հետներս տանենք։ Աղ, դանակը թող մնա մոտս կա, գայլ ելնի խփենք։ Ես գայլասպան եմ, Բարեկամներս, ես ուզում եմ ձեզ հյուրասիրել այս գետակի կարկաչով։ Ով այս ձենը կթողես թող մնա։ Վեցս մտա։
լեռնային ռեժիսոր դու էլի։ Պետք է դիմներ մի բանի վրա։ Չէ, արի պահի։ Սպասեն, աշկարը, շնորհ։ Ընկերներ, սա դրախտավայրի ձայներն են, այստեղ դրախտ է, եթե ուզում եք իրական հանգստություն, սարերի գրկում, միանշանակ ասում եմ, ջրովանքը հաղթած ունի բոլորին, այստեղ ամեն ինչը ստեղծված է, որ գաս ու ձուլվես բնության հետ, ես մեկ ցույց տուեմ, Ինչը որը բացա։ Բացա։ Հա, էսա։ Բարեկամներ, ես ինչ է։ Քարի մեջ աճել է։ Հա։ Քարի վրա աճել։ Հա։ Տեսեք բարեկամներ, քարի մեջ աճած մի հրաշք բույս, ում համար ես ուզում եմ լավություն անեմ։ Մի բուր ջուր տամ նրան։ Ջրեմ։ Փխրացնեմ նրա արմատները, որ ճեղքի քարը ու քարի հետ միաձուլված մեծանա։ Ախպեր, բայց արի խոստովանենք, որ ջրովանքը իսկապես հրաշքներով օժտված տեղ է։ Օրինակ, տես, ջուրը սենց ինչքան սիրուն է, չէ՞ իջնում։ Սա նույն տեսարանն է, ինչը որ կարող է մարդուն ուղղակի խելագարության հասցնել լավ իմաստով։ Տեսեք, քարերը անգամ այստեղ ուրիշ են, լրիվ ուրիշ։ Ինչպես նկատում եք, ես արդեն ձեռքի հետ էլ ցախ եմ հավաքում, որովհետև մենք ունենք վայրի մշրած միս, էսի մամուր է, էլի։ Ստե որ ջուր է գալի, որ ջուրը շատ ալում, ստե ջուր ալում էլի։ Տես։ Հիմա բարեկամներ, ձեզ եմ ուզում ցույց տալ հենց նույն ինքը ջրովանքը, մեր սրբությունը, սրբատեղին, որտեղ եկել ու պատ են շարել, ճիշտ է, տուֆով պատը այդքան էլ նպատակահարմար չի, բայց ամեն դեպքում շնորհակալություն հայտնենք, որ պահպանության համար ինչ-որ քայլ ձեռնարկվել է։ Չգիտեմ որն է պատճառը, ով է սա մտածել, ամեն դեպքում հավատքով փայլուն մարդ է սա արել, որովհետև այսքան տուֆ ձեռքով բերել հասցնել ու կառուցել նման պատ, սա միայն հավատով մարդը կարող էր անել, հետևաբար վատ մտքով չի արել։ Բայց ինչ որտեղ նա փոխել է ջրովանքի տեսքը, որը այդքան էլ իր նախնական տեսքին չի համապատասխանում։ Ջուր ունենք նաև ձախից, որը ցամաքում է, բայց էսի ախպեր սեզոնին ցամաքում է։ Հա։ Տեսեք, ամենալավ ժամանակահատվածը հենց հիմա է, որ գաք ջրովանք ու ձեր ուխտը անեք, ընկերներ։ Հենց այս ջրվեժի վերևում է կանգնած մեր մեքենան։ Հիմա գնանք ու ներս մտնենք ջրովանք, ընկերներ։ Միասին մեր ուխտը հասցնենք տիրոջը։ Տեսեք, այստեղից դուրս եկող ջուրը արդեն համարվում է բուժիչ։
Տեսեք, այս ջուրը կոնկրետ համարվում է բուժիչ ջուր։ Սա արդեն ուրիշ ջուր է, որը որ հենց ջրովանքը հենց այս ջրով է, որ անունը դրել են ջրովանք։ Առաջ եկեղեցու ներսում էլ է եղել նման վտակ։ Հիմա կարող չլինի։ Անցած անգամ որ եկանք չկար։ Տես սուն կա աղբերս, արի։ Ես ինչ սուն կա։ Հետաքրքիր սուն կա։ Սի ուտելու է։ Դու հասկանում ես։ Всё, սունկ են գտել ընկերներ։ Հենց ձեր աչքի առաջ, այսինքն այստեղ սունկը հեսա, մենք էլի սունկ կգտնենք հաստատ։ Սա ընկերներ սուրբ ջրով աճած սունկ է։ Հետևաբար սուրբ ջրի մեջ էլ լվանալը ճիշտ կլինի։ Արի մաքրագործենք սունկը։ Շատ է, բանը։ Հա դանակ ունեմ ես մոտս կա։ Կապույտ սունկն է, էլի։ Չէ, Վարդան։ Տեսեք ընկերներ, սա սունկ, որը հենց նման այս սեզոնին գալու առավելությունները հենց այս են։ Նա ես ինչ ծաղի կա, աճա, աղբեր։ Ծառցան։ Հա։ Վարդան, եսի սիրուն միտեղ դիր, հնմատ նկարի թո մոտիկի ստենան, էլ իր սիրունը։ Տեսեք ընկերներ, բնության հրաշք սուրբ տեղում աճած սունկ, որը մենք հաստատ անուշ ենք անելու։ Դնենք ստե։ Վարդան, բայց ուզում եմ ջուր խմեմ, արի։ Արի հիմա աղբեր, արի։ Հիմա ես սուրբ ջրից, սուրբ տեղից դուրս եկող ջրից կում կանեմ։ Զումով նկարում ես, զումով նկարի այս մաքրությունը թոյրը։ Մաքրությունը թոյրը բա։ Լիքը մարդիկ մոռացել են, որ մենք հենց այս պայմաններով ապրած ու առաջ գնացած մարդիկ ենք, զուլալությունը ցույց տու։ Հեսա սունկ ենք ման գալու գտնենք լիքը։ Դա մեկով եմ նկարում։ Ընկերներ, հիմա կարդանք ջրովանքի մասին, տեսեք, այստեղ արդեն դրված են բաժակներ, որոնց մեջ ժայռերից հենց ջրովանքի պատերից կաթում է ջուրը բաժակի մեջ, այսինքն հենց սա պետք է խմեի ես ավելի շուտ։ Վարդան դու էլ խմի։ Եվ հիմա միանգամից կարդամ ջրովանքի պատմությունը։ Ջրովանքը բնության ջրաերկրաբանական հուշարձան աղբյուր է, որը գտնվում է Վայոց-Ձորի մարզ Արփի գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք։ Արփա գետից ձախ վտակի ջրովան գետակի ակունքում։ Ծովի մակարդակից 1345 մետր բարձրության վրա։ Այն պատկանում է կարստային քարանձավների տիպին։ Որպես մատուռ պատմության մեջ հիշատակվում է 12-ից 14-րդ դարից եւ ընդգծված է Արփի պատմության մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Բայց բարեկամներ պետք է անպայման նշեմ, որ վանքի մասին կոնկրետ հիշատակություններ եղել են նաև Ստեփանոս Օրբելյանի գրություններում եւ այն հիշատակվում է 5-րդ դարից, ոչ թե 12-14։ Դա իմացեք դուք։ Իսկ հիմա ջրովանքի հրաշքի մասին պատմեմ։ Ջրովանք շատ ու շատ մարդիկ են եկել, ինչի ապացույցը հենց այսքան բերված նվերներն են։ Մոտիկից նկարի ով նվերա բերեց, ոտնենա հիշի իր նվերը, վերապրի նորից, հրաշքի զգացողությունը ունենա միշտ։ Ահա Վարդանը նկատեց նաև Սուրբ Շարբելի նկարը, ում 10 մետրանոց արձանը կա Եղվարդի նոր հաճանի մոտ։ Նա միլիոնավոր մարդկանց քարոզել է քրիստոնեություն եւ բժշկել հոգեվոր հիվանդությունները եւ մարդկանց բուժել։ Հիմա ընկերներ պատմում ջրովանքի հրաշքի մասին նաև, բացի ջուրը, այստեղ կա սովորություն, տեսեք, այստեղով 7 անգամ երազանք է սպահում ու 7 անգամ արդեն գնացինք 7 անգամ այստեղով պետք է արա, բայց ջուրը աստե։ Ոչինչ։ Հա? Ընդեն շատ են գոնում։ Ախպերը ստորի ես նկարելով է այս կոշիկներում որ կարամ։ 6-ով ես նկարում։ Չէ, 6-ով անասыр ինչու։ Ընկերներ, տեսեք ջրովանքի, այս դրա համար են ասում ջրովանք։ Ստալակցիտներ են սրանք անուն ստալակցիտեր, որոնք այս
գոյացությունները ստալակտիտներ են, որոնք ձևավորվում են միլիոնավոր տարիների ընթացքում ջրի կաթելու հետևանքով։ Տեսեք, հիմա էլ արկա է ջրի կաթոցներ եւ հենց այս կաթոցներն են ձևավորում ստալակտիտներ։ Կա պատմություն, որ մարդիկ մեր հին ժամանակների մարդիկ ուղղակի հիանալով այս գեղեցկությամբ սա սարքել են սրբատեղի, բայց քանի որ ամեն տեղ էլ մարդու հավատքն է որոշիչ ուժ դառնում, այստեղ էլ մարդու հավատքը դարձավ այնպիսի ուժ, որ ստիպեց բոլորին հավատալ այստեղի հրաշքին։ Եվ մարդիկ հավատալով ընկերներ եկան այստեղ ու իրենց ինչի համար որ եկել էին դրան տեր դարձած գնացին Տիրոջ օրհնությամբ։ Չէ որ հենց Հիսուս Քրիստոսն է ասել մանանեխի հատիկի չափ հավատ ունեցեք, երբ որ ունենաք աշխարհում անհնար ոչինչ չի լինի ձեզ համար։ Հետևաբար մեր հայազգն էլ լինելով հզոր եւ հավատացյալ առաջինը ընդունած քրիստոնեությունը այս հրաշքը եւս մեզ համար պահեց պատմության խորքերից մինչ օրս այն կա եւ հասանելի է բոլորիս, այնպես որ կարող եք գալ ու հիանալ այս գեղեցկությամբ։ Այստեղ հիմա որպեսզի պատկերացնեք, ես ջրի մեջ եմ կանգնել, որ այս կադրերը ստանամ, դուք տեսնեք։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Մոզրովի քարանձավի նման։ Սա Մոզրովի քարանձավի պատճենն է։ Յուրովի եւ գեղեցիկ։ Հիմա մենք այստեղ եթե ջուր չլիներ, օրինակ տեսեք ջուր է։ Ընդհանրապես այստեղ 7 անգամ որ անցնում ես, քո երազանքը դառնում է իրական։ Իսկ քանի որ ես հզոր էներգետիկ դաշտ ունեմ եւ իմ մեկ անգամ անցնելն էլ է բավական որ երազանքներս կատարվեն, ինչպես նաեւ ձեր երազանքները, ես կանցնեմ մի անգամ, որովհետեւ բավականին բարդ է։ Այդքան անցնելը կամ էլ հեսա կանցնեմ, ինչ իմանաս։ Հրաշք։ Սա սիրուն նկարի։ Հիմա ընկերներ մենք վառենք մեր մոմը, մեր բաժին մոմը վառենք, որ ու ասեմ ձեզ, ես այս մոմերը վառում եմ բոլորիս համար, իմացեք, որ անկախ նրանից ձեզ կհաջողվի այստեղ գալ թե ոչ, ինչու եմ այդպես ասում, որովհետև մեզ հետևում են աշխարհի շատ ու շատ տեղերից, շատ մարդիկ ուղղակի զրկված են հնարավորությունից, որ այստեղ ֆիզիկապես ներկա լինեն, դրա համար ես թույլ եմ տալիս բոլորիս համար վառել մոմ, դրա համար այսքան մոմ եմ վերցրել, որ իմանաք դուք այստեղ եղել եք, ով կնայի այս տեսանյութը, սկզբից մինչև վերջ, իմացեք դուք այստեղ եղել եք։ Բոլորիս նպատակների համար։ Բարեկամներ, մոմերը վառվեցին բոլորիս սրտի համար, կրկնում եմ ում կհաջողվի գալ, եկեք, ում էլ չէ, մենք հասկանում ենք, տեղավորվում ենք, հետևաբար իմացեք, որ դուք ձեր բաժին մոմը վառել եք ջրովանքում։ Հիմա մենք անցնում ենք մի անգամից սնկերի որոնմանը, ես էլի գտամ սնկարի, տեսեք բարեկամներ, ես ասնկը, կարծես բնությունը ինքը թաքցրած լինի, կային էլ վարդան, կային, սիրուն անենք, էլի նայի տակը, արա ես իրա ձակին է պահ է, ու պայլա մեր համար, տեսեք ընկերներ, ինչքան գեղեցիկ է, սունկ հավաքողներ հիմա կնախանձեն մեզ աղբեր, կասեն սունկ են հավաքում, մենք է չենք կարում հավաքենք, դրա համար եկեք ջրովան, քանի սեզոնն է, սնկի ընկերներ, սունկը հրաշք է, տեսեք, այսենց,
Այսինքն հիմարը նա ինչ լավն է, սնկի նաֆար է։ Սնկային նաֆար է, հա։ Ինչ է։ Ախպեր դու գիտես սնկի արմատներ ինչքան խորն է։ Անես չի ես իրան արմատից անին, բրած, դե սա ամեն տարի աճելու է ամեն դեպքում։ Մի հատ էդի բայցուրիսի։ Նկարիր է սիրունությունը, հələ նայ։ Ճիշտ է, մի քիչ հողը մողը շատ է, բայց հեսա մենք այդ հարցը կլուծենք, արի։ Հա, էս էլ է նույնից, ախպեր։ Էնի պրոստը ջրի մեջ էր լպրծուներ, էսի չէ։ Հիմա անկերներ, օրա հեն այն սունկ չի։ Չէ։ Տեսեք, սնկանման քար են գտել։ Սնկանման է բեսամ։ Եկել ենք սունկ լվանալու ընկերներ։ Ով է սիրում սունկ լվանալ։ Գտնելուց հետո սա բարձրագույն հաճույք է։ Առանձնացնում ենք, էսի բաներ, մաման բալայի հետ, էսի պապան բալայի հետ։ Ստե մի հատ էլ, ահա։ Հրաշք է լավ էլի, չէ, սիրուն է։ Զանգենք մարդը, անչենք հյուրասիր ենք ախպեր։ Ում բայց, ով կարող է գալ։ Վարդանը արդեն ասում է շատ համով է լինելու, Վարդանը շատ է սիրում սունկ, ես էլ հավաքել եմ սիրում, ինչ է, կվալտ, Վարդանը կվալտ է գտել ընկերներ, ջրովանքում, ախպեր էլ որ տեսում կլի, ես են սիշնեն կճար ենք, չէ? Դերի մոտ համ դարս տարնելու հանցում։ Ձուր չենք վերցեք, ալ լորի ձուր ճարենք։ Ես վախից դու։ Ես շատ գիտեմ, ես չգիտեմ, ես վաղտալում մածու թե չէ։ Հա? Մենք քիչ-քիչ անցնում ենք սննդի պատրաստմանը, ընկերներ։ Սնունդ, որը դուք կտեսնեք ոնց ենք սարքում, բայց այ ուտելը կարող է տենակ, բայց չեմ ուզում էլ ցույց տամ ոնց ենք ուտում։ Ինչը սիրած բանն է։ Այս անգամ Հա, թեկուզ սիրում են նայել, ինչ վատ է։ Ով ուտում է կադրի մեջ, իրան ավելի շատ են նայում, հնես որ այս անգամ ուտելու եմ։ Բեսամ թե ուտելու։ Այն վերցնեմ սնկերը, Վարդան, առանց սնկուր ես գնում։ Ահա, այսօրվա մեր առաջին սնկերն են, հիմա գնանք երկրորդ երրորդ սնկերին գտնենք, բայց ցախ եմ հավաքել, Վարդան։ Ներքևից էլ կա հավաքենք ցախ, չէ։ Իշտում ենք դե։ Հա, բա որդ է, աղբեր կտենանք, հաստատ կերևա, ես են տեսար որդից տեսա, ես տենում եմ, լրիվ արխային, տենում եմ, ես սունկը ռաստվավ, բայց եսի կաղա ժիլալ էլ, կաղալիստ է, արի, եսա սունկը տեղ ունի, կճարենք, ինձ թվում այն կոմերն էլ կլի, էլի, հլը այսի նկարի, էլի, ուզում եմ ես նկարես, որովհետև տես, ջրի ու պայտի ծառի պայքարը մի կադրում, տեսեք։ Հարիստ է անենք, լավ մեր անելիքը։ Աստելը նայի աղբեր, բանը կա։ Հլտես, ստե բան են թողը։ Տեսեք ինչ հյուրասեր է մեր ազգը։ Արա կոֆե դնելու հնարավորություն էլ կա, աղել կա, բիբարել։ Ամեն ինչ ունենք։ Ու փչացած կոնը բանա։ Կամպոտ, արի թափեն գետը, գիտես ինչի համար։ Գետը արփա ձկները կսնվեն սրանով։ Ինչքան էլ փչացածա ձկները սիրում են, էլի տես բաներ։ Իսկ ես բանգան էլ թող մատ սենց այսենց անենք, թողենք աղա մարդիկ գան, ջուր պետք է լինի վերցնեն, էլի։ Այստեղ գալով չես կարող չձուլվել բնությանը։ Դառնում ես բնության մի մասը եւ երբ որ դառնում ես բնության մի մասը, ուզում ես մի կտոր համով հաց ուտես։ Հետևաբար մենք անցնում ենք մեր ուտելիքի պատրաստմանը։ Գնացինք։ Հա? Հա? Էսի են ծունգս չի։
Հիմա մենք ստանում ենք մանր ցախ, որ հեշտ լինի կպչանը, էլի, որ հեշտ կպնի։ Որ վառենք մի անգամից ստանանք կրակ, ընկերներ։ Կրակոտ լինի մեր պատմությունը։ Այսօր օրը հենց կրակոտ սկսել ենք, կրակոտ էլ պիտի ավարտենք։ Որվա վերջում էլ անակնկալ ունենք Վարդան։ Շատ կարևոր անակնկալ։ Ահա, էսենց։ Հիմա մենք կպատրաստենք կրակը, հետո կմիանանք ձեզ։ Հովանավորի հետ միասին մենք հիմա կպատրաստենք մեր սիրելի խորովածանման զանգվածը։ Դեռ չեմ ասում ինչ ենք սարքելու, դեսունքը արդեն տեսել եք, մնում է մնացածը, որը մենք ձեզ ցույց կտանք, չենք պահի գաղտնի մինչև վերջ։ Կա կրակից էլ վերցս։ Կրակը քիչ-քիչ արդեն կպնում է, ընկերներ, հենց շնորհիվ մեր մանր կտրտած ճղճղած բաների կվարվի ու իմացեք, եթե դաշտային պայմաններում եք ուզում եք կրակը արագ եւ արդյունավետ լինի, օգտագործեք ձեր մոտի եղած դանակը, այսինքն կտրտեք, մանրացրեք, որպեսզի կպչանը ինչքան բարակ լինի, այդքան շուտ կվարվի ու կօգնի ձեր խարույկի արագ լինելուն։ Այսինքն հավաքում ենք շուրջ բոլոր իշկա ու վառում ենք։ Կրակը արդեն վառվում է։ Այսօր մեր օրը հեքիաթային է, էլի։ Վարդան, բայց որ են կոմից նկարես, կերևայց գեղեցկություններ ջրվեժը։ Մենք վայելում ենք ամեն վարքյանը եւ սա ընկերներ ընդհանրապես լեռնագնացները ասում են, երբ որ բարձրանում ես լեռներ, կտրվում ես բոլոր տեսակի վիբրացիաներից եւ հոգիդ հանգստանում է։ Բայց պատկերացրեք մեր ուրախությունը, երբ որ մենք համ բարձունքում են գտնվում, համ գեղեցիկ բնություն, համ սուրբ եկեղեցի, համ էլ բերդը մի քիչ հեռու եւ իհարկե մեր հովանավորի գազանությունը, էլի։ Ասենք լավ բանը ռեկլամ չեն անում, էլ գիտեք ես ինչա։ Ինչքան սիրողներ կան։ Ահա։ Վայելում ենք կրակի ներքո ծուխը շնչելով, բնությունն ենք վայելում։ Գեղեցկություն է, շուրջ բոլորը։ Կարծես մայր բնությունը մեզ գրկած լինի, հիմա մենք էլ գրկում մեզ լավ ենք զգում։ Այս է բնության գաղտնիքը, որ մեկ-մեկ պետք է դուրս գաս բնության մեջ։ Թե չէ քաղաքի աղմուկը կարող է ուղղակի խելագարությանը հասցնել, այդ սիգնալները, այդ բռոսները, սիրենաները, քանդած ասֆալտներն ու փոսերը կարող են ձեզ ինֆարկտի հասցնել։ Այնպես որ մեկ ու մեջ եկեք բնության գիրկը ու կտրված տեղ, էլի։ Բնության գիրք չի նշանակում Ելնես քաղաքից մի մետր են յա անիթը բնություն, չէ, բնությունը այս է, այս ես գեղեցիկ։ Դուք և ձեր ուղեղը հանգստանում են նաև 5G բացակայությունից։ Լրիվ դրախտային պայմաններ, էլի։ Ներքևի ջրի մուրները, ջրի վրա աճած լույսերը вообще ինձ բանալու, խելագարության հասցին։ Լավ է, չէ՞։ Դե վերջ։ Նա դե պահի կտրեմ։ Ինչ ես պետք է ուտես։ Այն դառնությունը պետք է լինի։ Խորոված պետք է անես, էլի, որ ջրով վերցնես չի լինի դեռ։ Բարեկամներ, այսօր ձեզ հետ է շեֆ խոհարարը Մարգարյան Ստեփանը, ով ձեզ համար կպատրաստի հատուկ ուտելիքներ, որ չեք հանդիպի առօրյայում։ Հիմա սկսենք։ Առաջինը նկատենք, որ մենք ունենք ինչ ունենք, հա, նկատենք։ Հիմա ընկերներ սկսում ենք սմբուկից, նույն ինքը բադրջան աղբերը։ Հրթում ենք նրան, այսպես կիսալ բան կլոր ենք կտրում սկզբից, որից հետո պահ բաց չթողնելով կտրում ենք այսպես։ Իսկ թե ինչի համար հիմա կտեսնեք։ Մանկությունից մինչ այսօր քեզ եմ երազել, ամեն երգը երգելիս քեզ եմ փափագել։ Այս էլ սես վերջնական ժողիր, այսպես մեկ վիճակ, ըհը։ Հիմա Դրանին արչես անու։ Չէ, արի, պետք չի։ Եկար։ Արա։ Լավ, սես կանենք, հələ որ։ Պետք է հանենք։ Եկալ ես պետք է հանենք։ Չէ, լավ է, այսպես թոմնա, այսպես թոմնա։ Արի։ Քանի մեր սմբուկը մսի հետ եփում է այնտեղ, մենք անցնենք հաջորդ ուտելիքի պատրաստմանը, որը հենց շամպինյոնն է,
Հատուկ տեխնոլոգիայով։ Տեսեք, ինչպես նկատում եք, ես բաժանում եմ 4 մասի շամպինյոնը, որը 2 էտապով անցնելու է պատրաստման փուլեր։ Առաջի էտապը կրակն է, երկրորդը արդեն հենց ինքը բուն եփելը։ Ինչի համար ենք այսպես անում, որ կրակի համը զգացվի նրա հուրմունքի մեջ։ Այս փոքրերը 2 մաս ենք բաժանում, մեծերը 4։ Տեսեք, ինչի համար ենք այսպես անում։ Հիմա ամենակարևորը, սկսում ենք։ Սունկը, տեսեք ընկերներ, այն կազմված է 98% ջրից, հետևաբար նրան պետք չի մինչև վերջ կրակին եփել, որովհետև նրա ջուրը մեզ դեռ պետք է։ Հիմա դնենք սունկը թող կրակի համով եփի, մինչև որ հանցնենք մնացած կարևորագույն գործողություններին։ Քանի սունկը եւ մեր այն հեղինակային իրավունքով բանը սարքվում է, մենք անցնում ենք արդեն սունկի պատրաստման երկրորդ փուլին, որտեղ մեզանից պահանջվում է կարակ։ Այսքանը հերիք է, մի 50 գրամի կարքի։ Այստեղ տեղադրում ենք մեր գտած սնկերը, հենց ամբողջովին, նկատենք, որ նրանք ոնց կան այդպես էլ տեղադրում ենք եւ հնարավոր է սա դառնան մեր վերջին ուտելիքը։ Սրանք էլի։ Տեղադրում ենք այս պուճուրներն էլ հետը, այնուհետև վերցնում ենք սոխը, սովորաբար սոխին մեզ ընդհանրապես փոխարինում է քորիադը։ Մեր բարբարովը տենց ենք ասում, մեր սարերում աճող սոխի նման բան է, էլի։ Հիմա մենք սոխը կտրատում ենք մեծ այս մոտավորապես այս չափի, որպեսզի սոխի համը արտահայտիչ զգացվի սնկի հետ, բայց ոչ շատ արտահայտիչ, չափը պետք է չկորցնես։ Նկատենք, որ ես ջուր չեմ ավելացնում առհասարակ, այլ ավելացնում ենք մի քիչ կարմիր բիբար, մի փոքր։ Այս ամենի իմաստն այն է, որ սունկը իր համը հանկարծ ու հանկարծ չկորցնի։ Աղը վերջում, հիմա բերում ենք սունկը, որը այստեղ է, սպասում է մեզ, տեսեք, արդեն բավականաչափ այն նկատենք, որ այն արդեն կորշկա ունի, նշանակում է այս քաշելու պահն է վրա հասել, ու որպեսզի չկորցնենք ավել հյութ, Վարդանը կօգնի ինձ քաշել, այսենց, մենակ թե հոտը դուք զգաք իրա։ Հիմա արդեն մենք սնկին տվեցինք առանձնահատուկ համ, տեսեք, այս տեսքը ունենք, աղը, այսքանը երևի թե լրիվ հերիք է, աղբեր դու աղ շատ ես սիրում, ես քիչ արի իրար հասկանանք, հա? Չէ, ենի պետք չէ, արդեն ավել կլինի, արդեն։ Հիմա անցնում ենք վերջնական փուլին, միշտ կրակի մոտ կհասնի։ Անկերներ դելիկատես է, դելիկատես, որին խառնվեց նաև բնության սունկը։ Ու տեղադրում ենք հատուկ դրա համար նշանակված տեղը։ Բան արել, մատ այն փետը, որ ասում էր հանենք, քաշն դե։ Տակը քաշ։ Հա։ Մոտիկ մի քիչ ენი բեր, մեկ չեն մեկը։ Անես կողից որտեղ թողես շշերն էլ դնենք, էլի։ Ոտ որ մնար ավելի լավ կլեր է։ Կանի, լավ, սենց անենք։ Պրոստը շատ չլի։ Հիմա մի կողմում պատրաստում է մեր տարբերվող ուտելիքը, մի կողմում էլի տարբերվող սունկ պատրաստելու ձևը։ Всё, սպասում ենք համբերատար ընկերներ։ Եվ այդ արանքում չենք մոռանում, որ կարելի է Անուշ աղբոր հետ ընկերանալ։ Հիմա ընկերներ
մենք պատրաստում ենք արդեն տեղ, որտեղ որ պիտի խորովածը քաշենք, քյաբաբը եւ բադրջանը։ Հետևաբար վերցնում ենք հատուկ նշանակության լավաշը, գեղեցիկ տեղ ենք ստեղծում նրա համար, որպեսզի վերենք ու քաշենք։ Այսպես։ Մի քիչ այսպես ենք անում, քանի որ մենք սոխ չենք վերցրել, սրանից էս կտրտենք, հա, Վարդան, լավ չի։ Որ սոխի համը տա էլի։ Ի վերջո այսօր խորովածի օր է ընկերներ, այսպես։ Չեմ ստի, լրիվ մեր պլանավորածի նման չի, բայց շատ լավ տեսք ունի այս խորովածը, շատ է դուրս գալի, հեսա փորձելու ենք իրար հետ։ Հիմա կարևորի մասին, մենք հացի խորովածել ենք անելու այսօր, այնպես որ սպասեք, տեսեք ինչեր ենք սարքում։ Ամեն ինչը մեկը մյուսին պետք է լրացնի այսօրվա մեր արածը։ Կեսը խորոված, կեսը նե, չէ՞։ Թազա հաց ենք թխում, էլի։ Թող նորից հացի հոտը տարածվի այս գեղեցիկ ձորակով, որտեղ դարեր շարունակ մեր հայրենակիցները ապրելու ստեղծագործել են։ Հենց սա է իմաստը, եսի բայց պետք է սենց անենք, նայ։ Տես։ Մի քիչ ծռենք, որ այն արանքը չթափի, էլի։ Ջոգիր, այսպես չալաղաջ, էլի։ Վարդան, չալաղաջ ենք անում։ Սա հատուկ տեխնոլոգիա է, բարեկամ։ Դու չգիտես։ Հացն էլ է պատրաստ, նկատենք, մնում է ընկերներ, մի քիչ կարակ հացի վրա։ Լավ, այդ պահին, այս էփելու պահին կդնենք։ Բարակ շերտով կարակ, որպեսզի կրակի ջերմությունից արագ հալչի եւ մտնի հացի մեջ, որ կորուս չունենանք։ Հաստատ Ժորժը նայելու է այս վիդեոն, ասես ինչ ես դու անում, դնի ինքն էլ անի։ Այդպես բան ենք սարքում։ Արի ես հրաշքը տես, արի ես մի հրաշքին ներկա գտնվիր, հլը նայիշ սիրունա, Բադրջանի այրվածքը չտեսնեք, սա այսպես էլ պետք է լինի, հենց այսպես էլ ծրագրված էր, հասածա չէ արդեն, բա ինչ է աղբեր, ձիքա, պահը վրա հասա բարեկամներս, հիմա, բայց ես, Ես ինչ համով է Բադրջանը հիմա, շատ համով է, ես մի կտորը բայց չի հասցրել եփի, եփել է։ Արես ինչ արինք, Վարդան աղբեր, կարակը լցրեցինք, եսա կբերեմ էլի կարակ կդնեմ, կայանի լավ, մի խնդիր չի, թողտես մնա, վայի ես քո, այսա տեխնոլոգիան է մեր ընկերներ, տեսեք, այսպես բան ենք անում, կրուտի, սենց ենք անում, որ հալի, էլի, տեսեք, դրա համար է ասում Վարդան, չէր լսում ինձ, ասում էր, չէ, հիմա դիր, ես ինչ համով ալելու, չգիտես, ես է չգիտեմ, բայց համով ալելու, Վարդան, թարգի, մի ծիծաղիր իմ դյութի վրա, Այն հիմա որ հեշտել էր, հեչել հետաքրքիր չէր էլի նայելը, հիմա սենց հետաքրքիր է իշ կլնի, հաստատ չենք թողելու վարվի, ով համարձակվել էր ծիծաղել, հետ վերցրեք ձեր ծիծաղը, տեսեք իշ սիրուն է։
Իշ լավ է լավ մեր հացը։ Ով կմտածի, որ սա բուխանկա է։ Ոչ ոք։ Միայն նա, ով հենց սկզբից ներկա է եղել արարողակարգին։ Մարը լկեր։ Իկում։ Շատ լավն է։ Էսի բանի բնականի հոտը, սրա հոտը տվել է սրանց հետ, խառնվել է, խառնի ճաղանչ է եղել ու շատ համով։ Վայ չուտողին սկզբունքով ու կարգախոսով, ես ուզում եմ պուճուրներ, ուր այն պուճուրներից եմ ուզում գտել, հեսա, սրան նայ։ Շողա թող լուսաբաց շատ է տեսել ժողովուրդը Դվերց Իրան, հատը, սկսանք, կանցան գործ։ Բարեկամներ, եթե ձեր մեքենան երկար ամենագնաց է, այստեղ պտույտ գործելը բավականին դժվար կլինել, դրա համար նենց ավտովեկեք, որ հեշտ լինի։ Հիմա մենք պլանավորել ենք մեր գնալը։ Մենք ընկերներ հիմա որոշել ենք, որ դրոնով հեռանանք։ Մի հատ ջրովանքը սիրուն կնկարենք, նոր կհեռանանք։ Վարդան կադրով գնա ջրովանքի մոտ։ Հիմա մեր թռչնակ ընկերը կթռնի, իմ թռչնակը գնաց, հեռուներ, սրդիս բույնը դատարկ է թողեց, ասա ինչ անեմ, թռչնակը գնում է, հաթո գնա, գնաց թռչնակը, թռավ թռչնակը ընկերներ, գնում ենք առաջ բարեկամներս, գնում ենք Վարդանել թող ջրովանքը գտնի, դրոնի կադրերն են հիմա եթերում Հովանես, որտեղով երևում է ջրովանքի պատկերը, թեկուզ ծառերի արանքից, բայց պետք է երևա, որպեսզի մենք ավելի վստահ լինենք, որ նկարեցինք ջրովանքը, աղբերս, ուր ես, հիմա ես Վարդանին օգնում եմ, որ գտնի ջրովանքը, կայնի աղբերս, ստեղ հելնում ենք, ձախի վրա էր ընկնում է, այստեղ է, այս ծառի տակ էր բրեն ծառ, հիմա մենք այս ջրովանքի վերևում ենք, բարեկամներ, ճիշտ պահի էլի, խիտ նենց արիր, ֆռա,
հետ գնա, Ջրվես։ փորձի արանքներով։ Ախպեր էս բանը կողները սրան գնում էլի։ Ուրա, այդ քեզ բա։ Դա չանքան ճարամ։ Ավտո բերի թողեր այստեղ, ճիշտ։ Հա։ Լսեմ ավտո տակի ջրվեժն է, հա։ Ըհը։ Ընդիս վերև, ավտոյի տակի ջրվեժի վերևում արդեն վանքն էր ախպեր։ Ինձ թվում աստե է արդեն այստեղ։ Այստեղ է։ Այս ծառը հետևը, այստեղ։ Այստեղ։ Չէ, ծառի հետ վերևում հետ գնա ասեմ։ Այստեղ արենք ախպեր ինքը։ Այստեղ արենք։ Չեն կարող գտնենք ախպեր։ Դե ամեն դեպքում մենք նկարեցինք ջրովանքի կիրճը։ Դե բնությունը այնպես է այնտեղ կազմակերպված, որ չէ դե հետ արի, ասես դեմից մեզ նկարի, ախպեր, սխալ արիր։ Ընկերներ, կադրում սև գույնի մեքենան, դա մեր մեքենան է։ Մենք հիմա հաղթահարելով գնում ենք առաջ։ Վարդան էլ դրոնով գեղեցիկ նկարահանում է։ Դրոնը ես տենում եմ, մի քիչ ահագին կարաս իջնես ներքև հələ։ Իջի։ Անտիրա, այսպես նկարի։ Որ համ մենք Երևան, համ ճանապարհը Երևան, համ էլ սիրուն լինի։ Հա, էտա էլ, այսպես սիրուն։ Բարեկամներ կադրերում ջրովանքն եւ նրա վերևում գտնվող Մոզրովը։ Մոզրով բնակավայրը, որը նույնպես շատ հին բնակավայր է։ Մինչ օրս այն կա, շարունակում են այնտեղ ստեղծագործել, ապրել, ինչպես իմ մեծ աղբեր Արամը, ես այնտեղ մեծ աղբեր ունեմ Մոզրովցի, նա այնտեղ ստեղծագործում է իր յուղացիների հետ միասին, ամեն ինչ ուղղակի գերիդեալական իրավիճակում է, իսկ մենք բարեկամներ այսպես հաղթահարելով մեր բաժին ճանապարհը գնում ենք առաջ։ Ահա, տեսեք ինչպիսի ռելիեֆ է։ Ով էսի արդեն ռելիեֆը ցույց կտաս, որ ռելիեֆի վրայով անցնում ենք էլի մեր մեքենայով։ Տեսեք հաշված մետրեր այն կողմ ձորակն է, որտեղ պետք չի գնես, հետևաբար ավելի լավ ասես սիրուն քո համար ճանապարհով գնաս։ Տեսեք բարեկամներ, իմացեք։ Դրոնը հիմա ես համ նկարում եմ, համ քշում եմ, համ էլ դրոն ես ուզում տենամ Վարդան։ Ես հիմա խաչ եմ տենում, խաչը պետք է ֆիքսեմ։ Խաչը մոտ ֆիքսենք։ Հենա։ Տեսեք խաչ, սուպ խաչը բոլորիս պահապան, ապրի տեղադրողը։ Մենք այսօր կարելի ասել շատ ուժեղ հանգստություն ձեռք բերեցինք մեր բնության շնորհիվ։ Դրոնը հիմա ուսումնասիրում է քարանձավային հատվածները, որտեղ մենք դժվարությամբ կհասնեինք, ժամանակ շատ կպահանջվեր մեզանից, դրա համար դրոնը գնաց ու նկարեց։ Հերմում կարմիր պիկապել եմ տենում։ Անուշ աղբերները եկել են ինչ-որ գործնական հարցերով, որովհետև գնում էինք ներքևներին, հələ քիչ-քիչ բարձրանում են, ուսումնասիրում են, էլի։ Ինչ էր։ Քրա է լավ, հա։ Տեսեք ընկերներ, գեղեցկությունը Մոզրովի ձորի։ Օրա, հանգած ծառ եմ տենում, կայն նկարեմ։ Հանձնվածներից է ընկերներ։ Հանձնվելուց հետո անգամ Աստված այնքան մեծահոգի է, որ նրան էլի գեղեցկություն թողել է։ Տեսեք, նա հանձնվել է, բայց գեղեցիկ է։ Գեղեցիկ ընկած է կիրճում։ Օրա, բայց դյութական աստ է։ Ինչ շատ է դուր գալի։ Սիրեցի ջրովանքը եւ նրա վտանգավոր ճանապարհը։ Հա, շատ սիրուն աղբեր, ես էլ եմ այդ նկարում։ Սա նկարում ենք Վարդան։